Պարոն Մնացականյան, գիտենք մասնավորապես գյուղմթերքի շուկայում առկա խնդիրը ռուսական սահմանափակումների հետ կապված, պարոն Պապոյանը վերջերս հանդիպել է ռուսաստանցի իր գործընկերների հետ, քննարկումներ են եղել եւ պայմաններ են ներկայացվել ռուսական կողմից, թե որ դեպքում կարող են այդ սահմանափակումները վերացվել։ Եվ այսօր մասնավորապես Բաբկեն Թունյանը այդ թեման առաջ քաշելով ասում է, տեսեք, որ քաղաքական չէ, համատարապես էս համատեքստում քաղաքական չէ հետապնդումը, մենք բոլորովին մեղք չունենք, ապրանքի որակն է։ Հա, ինքը հարցադրում էր անում, հիմա քաղաքական է թե չէ։ Դրա համար հարցադրում արեցի իրեն անդրից։ Հիմա դա քաղաքական է, քաղաքական չէ, խնդիրը ամեն դեպքում մասնագետները ասում են, որ խնդիրը կա։ Դիտարկենք ուրիշ տեսանկյունից։ Ամենակարևոր, ինչ ես պարոն Թունյանին դրա համար հարցրեցի, ասեցի Ռուսաստանի առաջարկները ասեք, որ համադրենք։ Այն ինչ Ռուսաստանը առաջարկել է 8 տարի մենք խոսել ենք այդ մասին, որ ասել ենք գյուղմթերքի արտադրության հետագծելություն է պետք, թունաքիմիկատների, պեստիցիդների, ֆունգիցիդների վերահսկողություն է պետք, որ ֆերմերը թույլատրելի նորմայից ավել չօգտագործի։ Ֆերմերը ինքը չգիտի, ինքը ոչ թե միտումնավոր անում, այլ ինքը չգիտի ինչ չափականակն է թույլատրելի նորմից բարձր կամ ցածր։ Պլյուս դրան ընդհանուր համակարգ եթե հետագծելություն եղավ, մթերման կայաններն եղավ, արդեն այս շուկայի դիվերսիֆիկացումը սկսում է այդտեղից։ Այլ որ Ռուսաստանը շատ ժամանակ աչքեր փակում, հիմա չի փակում, այդ պայմանները եւ Եվրոպային անհրաժեշտ, եւ Ավստրալիային անհրաժեշտ, եւ Արաբական Էմիրություններին, եւ Ռուսաստան, եւ մնացած երկրներին։ Դա բացառապես իշխանության վատ աշխատանքի, սննդի անվտանգության տեսչական մարմնի վատ աշխատանքի հետևանք է, ինչ որ մենք ունենք։ Հիմա ինչքանով եք հնարավոր համարում, որ այդ աշխատանքը կփոխվի։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինքն էլ է նշում եւ երևի թե լսում է սննդի անվտանգության տեսչությունը, որ վատն է, ինքը նույնիսկ հայկական զուգ չի ուտում, հա, հայկական արտադրության։ Ուրեմն Հայաստանի Հանրապետություն միակ մարդ, որ այդ մասին պետք է չնշեր, դա Նիկոլ Փաշինյանն էր, որովհետեւ իր անմիջական վերահսկողության ներքո է իրականացել այն, ինչ կա։ Ինքը որ նշում է, որ ձուկը լավ որակ չի, առաջինը հարվածում է իր այդ խոսքով ձկնաբուծության ոլորտին ամբողջության, որովհետև շատ քաղաքացիներ կարող է լսեն ու մտածեն իրավամբ այդ ձուկը այդքան վատն է չօգտագործեն։ Երկրորդ ինքը հավաստում է, որ պատկան մարմինները չեն աշխատում, իրենց տեղում չեն, եթե Դե հենց այդ է, պլյուս դրան էլ պատժվողներ չկա, մի հատ էլ անպատժելիության մթնոլորտ է հաստատ, հասկանում եք, մի արտահայտությամբ 3, այսպես ասած, կետի է հարվածում, որոնք բացառապես վնաս են մեր երկրի համար, մեր երկրի տնտեսության համար։ Հենց իմ ասածը էս է, եթե վատնա քո իշխանության ներքո պատկան մարմինները պարտավոր են այդ որակը վերահսկել։ Եթե չեն վերահսկում, դա բացառապես ձեր մեղավորությունն է։ Հիմա Փաշինյանի զանգից, Պուտինին, Պապոյանի հանդիպումից ինչ-որ բան կփոխվի ձեր կարծիքով։ Ես միշտ լավատես եմ, հույս ունեմ, որ ինչ-որ մի բան կփոխվի, որովհետև վատատեսական նոտաները որևէ լավ բանի չեն բերում, այսպես թե այնպես, ավելի լավ է գոնե մի քիչ լավին սպասես չլինի, քան հա ասես վատ էլի չլինի, էլի։ Գործնական քայլեր չեմ տեսնում, գործնական քայլեր տեսնելու համար պետք է սկսել այս տարի նոյեմբերից, առաջինը պաշտոնանկություն էր, երկրորդ այս տարի նոյեմբերից այդ աշխատանքը պիտի սկսեն, որ հաջորդ տարվա հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին այդ արդյունքը երևա։ Հիմա ինչ էլ անեն, արդեն ուշ է։ Էս է խնդիրը։ Եվրոպական դիվերսիֆիկացումից ինչ կա։ Խնդրում եմ էլ ինձ մի ծիծաղացրեք, կա այն ինչ կա, ցուցադրական տենց մի քանի մեքենա արտահանել են շատ փոքր քանակներով ու դրանով ուզում են ցույց տալ, sense դաշտը փակել, ահա մենք դիվերսիֆիկացեցինք։ Եվ ամենակարևորը, այստեղ ամենակարևոր գործն է, այդ դիվերսիֆիկացիայի հետ կապված ամեն արտահանումից պետությունը ոչ թե շահում, այլ տուժում է, որովհետև այդ արտահանման համար ինքը սկսել է սուբսիդիաներ տալ։ Իր ցանկացած արտահանումից պետությունը շահում է այս եվրոպական կամ այլ շուկայի դիվերսիֆիկացիայից մեր պետությունը դեռևս տուժում է։ Ինչը նշանակում է դա կարճաժամկետ քաղաքականություն է ու չնայած էլի լավ է, էլի եթե ապրանքը դուրս չգար, այստեղ փչանալու էր։ Գոնե դուրս է գալի, չի փչան, բայց դա պետությանը բացառապես դեռևս բերում է վնաս։ Հա, բայց ինչ-ինչ քանակությամբ է դուրս գալիս։ Դե հա Սպասում էին մարդիկ եւ ՔՊ-ն եւս հավաստում էր, որ առատությունը թույլ կտա, որպեսզի գյուղմթերքի գները իջնեն, բայց մենք հակառակին ենք ականատես լինում։
Եթե ձկնաբույսների հետ եմ խոսում, ես այդ անոմալիան չեմ հասկանում, դա էլ ինձ թվում է ՏՄՊՊ-ի ոլորտում պետք է արդեն կոնկրետ հասցեագրվի, այս խնդիրը չգիտեմ։ Ուրեմն տեսեք, ձկնաբույսները ասում են, իշխանը 1200 դրամով չեն կարողանում վաճառել։ Բայց խանութներում նոր 2900-ից 3000-ից իջել է 2200 դրամ։ Եթե 1200 դրամը հաշվենք առանց ավելացած արժեքի հարկի, դրա վրա մի հատ էլ ավելանա 240 դրամ ավելացած արժեքի հարկ 1340 դրամ, էլի 2200 դրամը բարձր գին է։ Չգիտեմ, դա արդեն պետք է Ծիրանն է, նույնը վարունգն է, պղպեղն է։ նույն խնդիրները կա, լոլիկի գինը իջավ խանութներում, 90 դրամ էլ էր հանդիպում, այսօր էլ է City-ներում, ես 130 դրամ, ես 130 դրամով 3 Երևան City-ում կարծեմ տեսել եմ գինը։ Տեղական լոլիկ։ Տեղական լոլիկ, տեղական ջերմատնային լոլիկ էր, նույնիսկ դաշտային էլ չէր, նույնիսկ դաշտային լոլիկ չէր, որոշ ապրանքատեսակների գծով, այդ թվում ծաղիկի գծով այդ գնանկումը տեսել ենք, բայց որոշ, մնացածի պարագայում չէ։ Եվ իհարկե ես չեմ հասկանում, այդ ֆոկուսը չեմ հասկանում, էլի, սա է, շնորհակալ եմ։